Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն ասորված ծրագիրն է։ Western Armenia շաբաթ հաթերթին 96-րդ համարն դուրս եկալ։ Հայտարարություն Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահային ընտրելի մասին։ Խեյա Բաքվի ռեժիմը Ստեփանակերտը եղբայրական գերեզմանոցը պատալ ցուցակներով ինչա կատարվում ներսում Հովիկ Ավանեսով հայրենիք թատոն վերհայրենադարձության կոչը մնամա անպատասխան Նազարեթ Չավուշ Նորաշխարյան Կիլիկիայի Սուրբ Հակոբ վանքի ողբերգական պատմությունը մշակութային ճանապարհը տալմա հավերժության լեռը Արցախավոր նյութական ժառանգության ու թատերական ավանդույթների վերականգնման ճանապարհին Western Armenia շաբաթ հաթերթին 96-րդ համարն դուրս եկալ։ Շաբաթ հաթերթի շապիկին նկարված են Սեբաստիայի քաղաքի դրոշներն։ Սեբաստիան Արևմտյան Հայաստանը պատմական կուճիր հայքի տարածքում գտնվող քաղաք է Արևմտյան Հայաստանը տարածքում։ Մինչև 1915 թվականը հանդիսանալ է Սեբաստիա նահանգի կենտրոնը, հիմնադրվել է մեր թվարկությունից առաջ Բերվի դարումը, ու մինչև Մծ Եղեռնը հայերը կազմել են քաղաքի մեծամասնությունը մոտ 24000 բնակչություն։ Թեզը համար ընթերցողների ներկայացնում է մի քանի հետաքրքիր ու արժեքավոր նյութեր, օրինակ օգոստոսի 27 Սմբատ Բորոյանի ծննդյան օրը բացակա, բայց ոչ մոռացված անհետ կորած անձանց ընտանիքների ապրումն են 17 լուսանկարներով։ Ենի Շաֆակի հրապարակում ու ախլաթա հայկական ժառանգությունը Աշոտ Հարությունյանի հետազոտության արդյունքում։ ԵԱՀԿ շրջանակներին ուղղված համատեղ նամակը Մինսկի խումբի գործունեության չդադարեցնելու կոչավը շաբաթ հաթերթը հասանելի է հայերեն, թուրքերեն, անգլերեն ու ֆրանսերեն լեզուներով Western Armenia TV-ին սայտում է։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը կազմակերպում է Zoom հանդիպում Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրության նպատակով։ Օրակարգ Հանրապետության նախագահի ընտրություն ամսաթիվ ու ժամ 22 նոյեմբեր 2025 ժամը 8:30 Փարիզաժամավը, ժամը 12:30 Երևանի ժամավը։ Հանդիպման լեզուն իննականը հայերեն, մասնակցելի հետի կարիք միանակ Zoom հարթակավը։ Հանդիպման ընթացքում մասնակիցներն կարին ծանոթանալ նաև Արևմտյան Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը տարբեր լեզուներով։ Այս հանդիպումը նպատակ ունի ապահովել պետ, թափանցիկ ու ժողովրդավարական գործընթաց Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրության հետի։ Բաքվի ռեժիմը շարունակում է ոչնչացնել օկուպացված Արցախի հայկական հուշարձաններն ու եկեղեցիներն։ Այս վերջերս վնասվել է Մարտունան Սուրբ Ներսես Մծ եկեղեցին պատուհանների ջարդումներով ու կրակահերթերի հետքերով։ Հովիկ Ավանեսյավին ասել է, եկեղեցին հարամ 2029 այլ թիրախավորված ադրբեջանական Անգյունյան պատերազմից հետո Արցախում ամբողջությամբ ոչնչացվել է առնվազն 6 եկեղեցի անկախ կառուցման տարեթվան։ Ավանեսյանը նաև մտահոգություն է հայտնել Ստեփանակերտի եղբայրական գերեզմանոցի ճակատագրի մասին, նշել է վեր վտանգված է։ Իրան ասել է, Արցախում արձանագրվել ավելի քան 800 վանդալիզմի դեպք հայկական հուշարձանների փոխարեն կառուցումն թեզաշինություն է հայկական հետքը վերացնելու նպատակով։ Բաքուն դաժե պետական շենքեր է վնասում խորհրդանշական օրերին։ Միևնույն ժամանակ հիշեցվել է, Արցախը ժամանակին վերականգնալ է ադրբեջանական մզկիթներ, մինչդեռ մհենգ ադրբեջանը հայկական վանքերը ներկայացնում է որպես աղվանական ու պատրաստվում է Գանձասարում վերականգնողական աշխատանքների անվան տակի թեզա ավերածություն է անը։ 2025 թվականի նոյեմբերի 14-ին Ֆրեզնոյի պետական համալսարանում տեղի է ունենալու Գևորգ Օֆլազյանի դասախոսությունը հայրենիք թատոն վերհայրենադարձության կոչը մնամ անպատասխան թեմավը։ Միջոցառումը կազմակերպվում է հայագիտական ծրագրի շրջանակներում ու նվիրված է 1946-ից 1948 թվերի հայրենադարձության շրջանին, անդրադառնալով Լիբանանի Անճար քաղաքում բնակվող մուսալերցի հայրի փորձառությանը։ Գևորգ Օֆլազյանը օգտագործել է բանավոր պատմությունեն հուշեր ու մամուլի նյութեր ուսումնասիրում է թախխային որոշ սփյուռքահայեր ետռալ Հայաստան, իսկ մյուսները ոչ։ Իրան ասել է, հայրենիք ետրնալի որոշում ելալա բարդ պայմանավորված քաղաքական, կրոնական, նյութական ու ընտանեկան գործոներով։ Դասախոսությունը հանրային է ու հեռարձակվելու է նաև YouTube-ով։ Նազարեթ Չավուշ Նորաշխարյանը ծնվել է 1863 թվականին Զեյթունում ազնվական տոհմից։ Ինքը իշխան Աստվածատորի հորեղբոր որդին Զեյթունի գլխավոր հերոսներամինը։ Նորաշխարյանը իր կյանքը նվիրել է հայրենիքի ազատագրական պայքարին, տրնելով Զեյթունա ինքնապաշտպանական շարժման խորհրդանիշներամինը։ Կիլիկիայի հայկական Սուրբ Հակոբ վանքը վերհիմնադրվել է 11-րդ դարում Հաճն քաղաքում Արևմտյան Հայաստանը տարածքում ելել է տարածաշրջանի կարևոր հոգևոր կենտրոնամինը։ 1915 թվականին կանգունել էր Ուրան փառքի տարիների մինչև հայերի ցեղասպանությունը վերաբերյալ հայկական բնակչությունը մշակութային ժառանգությունը։ 2021 թվականին արդեն պահպանվել է միայն վանքի ավերակներն խոսուն վկայություն հայկական հոգևոր մշակութային արժեքների կորստի մասին։ Սուրբ Հակոբ վանքը հիշեցնում է Կիլիկիան Հայաստանի երբեմնի փառքն ու մեր պատմական ժառանգության անդառնալի կորուստը։ Հայկական մշակութային ժառանգությունը սահմանափակվում չեն ժամանակով կամ տարածությունով, Արարատը որպես հայության վեհ խորհրդանիշ սորել մնամ ազգի հիշողության ու ինքնության պահպանմանը այն վաղումը վերահամարվում Արևմտյան Հայաստանի սրտը։ Սոր վեր պատկերավորվում է հայկական գորգը հին հողի ու պատմության հետ սերտաճած, մեզ առաջնորդում է բիդե Արարատի վեհ ու հպարտ սիլուետը հիշեցնել է մեր կուրցրած ու ոչնչացված հուշարձաններն, ավերված քաղաքներն ու ավանդույթներն, վեր երբևէ ստիպելի սինալ վեր Արևմտյան Հայաստանը փայլփլ է։ Աշխարհը շրջապատում է սուս մոնոխրոմային երանգներով, բայց գորգի վարգույնը
գաղափարները արտացոլում պատմության, արհեստի ու հայ ինքնության անջնջելի նշան են։ Լյուբոյ թել շշնջում է նախնիների սասերը յուրաքանչյուր նախշ արտացոլում հայրենասիրություն, իսկ հայրերը այս սրբազան ճանապարհը մտցնում են այն քաղաքակրթության սրտին վերը դիմադրալա ժամանակին։ Երակացալ ու շարունակում է փայլելը դարերի ընթացքում դաժան դեղշտեղ պատմությունը կուրցրալա շատ իրեր։ Արևմտյան Հայաստանը հունցա արատը մնամա հայոց մշակույթի հավերժական նշան, վերը կոչանում չմոռանալ արմատներն, պահպանել ժառանգությունը, շարունակել ճանապարհը բիդահոգու ուխտագնացություն։ Վերածնված Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան հայկական դրամատիկական թատրոնը նոյեմբերի 12-ին Երևանը պատանի հանդիսատեսի թատրոնին բեմումը ներկայացնական Այրան Պերվի բեմադրությունը Արցախյան սիրո հեքիաթ ներկայացումը վերը կիրվել է Ալեքսանդր Մանասյանի կողմից Արցախյան բարբառով ուիլել է թատրոնի վերջին բեմադրությունը Ստեփանակերտում մինչև 44 օրյա կռևը։ Թատրոնի ետեռնարե կյանքի կոչվալ դիալոգ կազմակերպության ու Հայաստանի թատերական գործիչների միության համագործակցության շնորհիվ։ Այս նախաձեռնությունը համ նշանավորում է Արցախյան թատրոնի նորեջը, համ էլ հնարավորություն է տա մայրաքաղաքի հանդիսատեսին վերապրել Արցախի մշակույթի ջերմությունը մարդկային պարզությունը։ Սիրելի հայրենակիցներ, սրվայ տեսքանք պատրաստալ, սպասիբա ուշադրության հետ, պնդկացիք։